Նախ այցելեցինք այս պահին Թբիլիսիում գործող միակ հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի։ Հոգևոր հովիվ Տեր Սամվել Քահանա Թորոսյանը մեզ պատմեց, որ Սուրբ Գևորգ եկեղեցում հայ բարերարի ֆինանսական միջոցներով վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Եկեղեցու վերաբացումը նախատեսված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։ Իսկ գործող այս եկեղեցին ըստ քահանայի անում է հնարավորինը Թբիլիսիի հայ համայնքի հոգևոր կյանքում ակտիվություն մտցնելու համար։ Փոփոխությունն ակնհայտ է։ Հիմա եկեղեցին մարդաշատ է ոչ միայն կիրակի օրերին։ Որ գալիս է այստեղ ուխտի մոմ է վառնում, հետո մոտենում են վերջում, ասում են դուք Թիֆլիսից եք եւ գրանցում են։ Մի տեսակ յուրատիպ մարդահամար են կատարում։ Հետաքրքիր է ինչքան մարդ է գալիս եկեղեցի։ Գիտեք, դժվար է հիմա կոնկրետ իմանալ թիվը բնակիչների հայության իհարկե եւ եկեղեցին այսպես յուրատիպ ձևով փորձում է իմանալ թե ինչքան հավատացյալ ունենք։ Արդեն 4 ամիս է ինչ հայկական եկեղեցին աշխատում է նոր մեթոդներով։ Սկզբնական շրջանում գործընթացը բավականին բարդ է եղել։ Հիմա եկեղեցին հայկական բոլոր տեսակի միջոցառումների, ինչպես նաև եկեղեցական ծիսակատարությունների մասին հայ համայնքի ներկայացուցիչներին տեղյակ է պահում մի քանի րոպեի ընթացքում։ Սկզբից դժվար էր, հեռախոսով էինք ուղարկում SMS-ներ, հրավիրում էինք, բայց հետո հատուկ ծրագիր եղավ, կոմպյուտերով, համակարգչով միանգամից մոտ 20-25 1000 հոգու այդ ծրագիրը կա, միանգամից նամակը ուղարկվում է, մարդիկ շատերը արձագանքում են։ Հոգևորականները հիմա վստահաբար ասում են, որ համայնքի եւ եկեղեցու միջև հոգևոր կապն ամուր է, քան երբևէ։ Հոգևոր խորհրդատվության ավելի շատ են դիմում։ Հարսանիքներն էլ առանց եկեղեցու պսակադրության չեն կատարվում։ Даже հնարավորություն թե չունեն հարսանիքի, ժամը ես կարծում եմ անպայման պետք է։ Շնորհավոր ապրում ենք այստեղ, մեկը մենք մեր պապերի ու տատերի հավատը միշտ պահում ենք ու պետք է պահենք ու մեր բալիկները սովորեցնենք այդ ամեն ինչ։ Желаю всем, чтобы всегда были вместе, любили друг друга, уважали и сделали этот шаг, который сделали мы с Суреном в нашей жизни, главный шаг. Վիրահայոց թեմը փորձում է կապ հաստատել բոլոր կառույցների հետ։ Համագործակցում է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հետ։ Հանդիպեցինք նաև թատրոնի ղեկավարության հետ։ Այս վթարային շենքի նորոգման համար տնօրինությունը Վրաստանի կառավարությունից դեռևս ֆինանսական օժանդակության է սպասում։ Շենքի նորոգման նախագիծ կազմվել է դեռևս 2 տարի առաջ, սակայն հիմա սպասում են նոր վարչապետի Բիձինա Իվանիշվիլիի խոստումների կատարմանը։ Ահա նախագիծը, որ արդեն պատրաստ էր, պիտի սկսեն վերանորոգումը, բայց այս ընտրություններից հետո ինչ-որ բաներ փոխվեց, դրա համար նոր վարչապետը արդեն անելու է երևի թե իր նախագիծը, մշակույթի նախարարի հետ միասին եւ վերանորոգումը պիտի որ անպայման արվի։ 3 տարուց ավելի է, որ շենքը սառեցված է, վերանորոգման իրոք մեծ կարիք ունի, արդեն պատրաստված է նոր նախագիծ։ Նախնական տվյալներով 4 միլիոն լարի, այսինքն մոտ 2 միլիոն դոլար է նախատեսվում հայկական թատրոնի շենքի ամրացման համար։ Հայկական կողմից ըստ թատրոնի տնօրենի որևէ արձագանք չկա, ինչն արդեն իսկ զարմացնում է թատրոնի ներկայացուցիչներին։ Դժգոհ են հատկապես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերմունքից։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար գալիս է Վրաստան եւ 3 օր լինում է Վրաստանում եւ չի այցելում հայկական թատրոն։ Թատրոն, որի մասին ամբողջ աշխարհը գիտի եւ մտածում են երբ է սկսվելու վերանորոգումը։ Դա ճիշտ է համարում։ Առաջի հերթին նա պիտի գա թատրոն հանդիպի խմբի հետ։ Սա ինչ չի հասնում, ես չեմ հասկանում։ Չնայած շենքային վատ պայմաններին թատրոնի դերասանական կազմը գրեթե ամեն օր փորձեր է անցկացնում, պատրաստվում են լուրջ ներկայացումների։ Թբիլիսիի սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից արգելվել է այս շենքում ներկայացումներ բեմադրելը։ Դերասանական կազմը հիմնականում հյուրախաղերով է հանդես գալիս։ Այնինչ նշում են, որ Վրաստանում հայկական մշակույթի պահպանության համար կարևոր է հենց Թբիլիսիում ներկայացումներ կազմակերպելը։ Որովհետև եթե պատկերացրեք, որ մի երկրում չկա արվեստ, չկա գիր, չկա գրականություն, չկա հեռուստատեսություն, ինչն է մնում, դատարկ առևտուրը, դատարկ վարորդությունը, դրանով պետք է ապրի մեր ազգը, ոչ։ Հայկական թատրոնի շենքի դիմաց հանդիպեցինք մեր հայրենակիցներին։ Մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ պարապուրտի են մատնված։ Աշխատանք չկա, իսկ նոր իշխանություններից այնքան էլ գոհ չեն։ Հայ համայնքի նկատմամբ ուշադրությունը քիչ է։
Կա մարդ որ գոհեղնի իշխանում, այ ոնց է կարծում։ Իսկ Հայաստանում գող չեն Սարգսյանից, մենք գող կեղնենք։ Շատ դժվար է, մանավանդ այլ ազգի համար։ Գայլների հիմա գործ չկա, պարավների հիմա գործ կլի։ Մի քիչ թող մեզ օգն մտիկ անեն մեզ հայերից դեռ։ Օր գալիս է։ Են վերևում մենակ իրանց մասին են մտածում, ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում։ Հավլաբարի կենտրոնում հանդիպեցինք անհատ տաքսի մեքենաների վարորդների։ Պատմեցին, որ տարիքի պատճառով հիմնականում չի հաջողվում գործ գտնել, իսկ տաքսիստի գործն այնքան էլ եկամտաբեր չէ։ Չնայած ի տարբերություն Հայաստանի, պետությանը հարկեր չեն վճարում։ Չկա գործ չկա, որտե գրանք ինչ աշխատեք։ Մեր տարիքին այսօր որ մեզ գործ չեն կարող տալ։ Որտեղ գնում են գործ ընդունելու, անջել տեղս, անսիմպաթիկ չտեղնես սյուրոն։ Առաջ սապոժնիկ է։ Հիմա աշխատում եմ տեքստայինքի վրա ուժը 5 տարի։ Հատի փող եք փակցնում։ Վերջում մեր որոշ հայրենակիցներ կոչ արեցին նաև Հայաստանի իշխանություններին, չմոռանալ, որ հարևան Վրաստանում գոյություն ունի հայկական մեծ համայնք, որը շատ դեպքերում ակնկալում է ուշադրություն հենց հայկական կողմից։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալենյուս, Վրաստան։